Բարև ձեզ, բարև Բագրատ։ Ողջույն։ Էլի խառը թեմաներից խոսալու ենք այսօր ու այս անգամ ավելի խառը ստացվեց, որովհետև մենք եթեր ենք դուրս գալու շատ ավելի ուշ, քան չորեքշաբթին է եւ նույնիսկ նկարվում ենք ավելի ուշ, քան չորեքշաբթին է, այս անգամ շատ խառը ստացվեց մեզ մոտ։ Դե ինչը վկայում է այն մասին, որ անկեղծ եւ խառը ոդկաստ է, նույնիսկ մեր օպերատորները մեզ միշտ խնդրում են, որպեսզի մուգ գույներով չլինենք, բայց քանի որ անկանխատեսելի է մեր ոդկասթը, տենց այսպես է ստացվում։ Հատկապես այս շաբաթ միշտ շատ խառը ստացվեց։ Միշտ մենք երկուշաբթի նկարում էինք, չորեքշաբթի թողարկում, հիմա տենց ստացվեց։ Ես բանում եմ սենց կարմիր բանում եմ մի քիչ գոնե։ Դե մեր դիտողներին հորդորենք բաժանորդագրվել մեր Civic-ի YouTube-յան ալիքին, Facebook-յան էջը լայքել, TikTok-յան, Instagram-ում մենք կանք եւ այս տեսանյութով կիսվել մեկնաբանություններ գրել։ Մենեջերին է կարան բաժանորդագրվեն Facebook-ին։ Մեր մենեջերին էլ Մեծամասն։ Վոլոդ Ջակոբյան, Բագրատ Վարդանյան, այնպես որ նաև կարող եք կոմենտներ գրել, մենք կնայենք, կարձագանքենք եւ եթե ժամանակ ունենանք կարող ենք անդրադառնալ այո, բայց կան կոմենտներ, հարցեր։ Հա, ես նայել եմ, բայց օրակարգ քանի որ մեծ է, կհասցնենք, եթե խոսք ենք տվել, չէ, խոսք ենք տվել մարդկանց պետք է անենք, ուրեմն հիշի որ անպայման թեկուզ վերջում անենք։ Իսկ հիմա սկսենք վարչապենդից, դու այնտեղ ներկայ էիր եւ խնդրեմ կիսվել մեզ հետ քո տպավորություններով։ Դե սկսենք նրանից, որ մասնակցում էին բացառապես ոչ կուսակցական ներկայացուցիչներ, միջոցառմանը։ Նաև կուսակցականներ։ Կային կուսակցականներ իհարկե, բայց շատ փոքր բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հա, բայց ոնց որ բայց նախատեսված էր մեծամասամբ ես որպես դրա համար էլ ես չկայի, թե չի ես այդ կանի։ Ես դրա համար էլի որ բարձրացումը ծրվեր, ես որպես staff էի, մենք երիտասարդական կառույցի հետ միասին դա կազմակերպեցինք միահամուռ ուժերով, կարծում եմ գոհ են եղել բոլորը, առիթից օգտվելով եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ամբողջ թիմին, որովհետեւ միջոցառումը իրոք ես առանձնապես տենց բարելու սիրահար չեմ հանուն արդարության, կարծում եմ դու գիտես դրա մասին, բայց տրամադրությունը այնպիսին էր, որ արդեն այն պահից, երբ որ այսպես ասած դրված էր ռելսերի վրա միջոցառումը եւ ամեն ինչ շատ կարող էր թեթևանալ, շունչ քաշել եւ այո, վերջում արդեն նույնիսկ ես հասցրեցի մի փոքր վայելել այդ պահը, չէ, շատ լավ էր ամեն ինչ եւ մարդկանց արձագանքը համար դրա դրական առումով շոկային էր, շատ էին նաև ռուսներ, ուկրաինացիներ, բելարուսներ, Վրաստանից, եւ ռելոկանտներ, այո, տարբեր մասնակիցներ կային, ում համար դա խոսեցիր հետները ինչ որ արձագանքում էին։ Հա, ես շատ դու հետաքրքիր ավելի շատ քաղաքացիների կարծիքը խոսել ես հետները։ Ես ավելի շատ խոսացել եմ արտասահմանցիների հետ, իրանց հետ անդրադառնանք, բայց մեր հյուրերն էլ, ովքեր որ եկել էին, բոլորը ինչ խոսք, շատ հաճելիորեն ցնցված էին, որովհետև իրանք պատկերացնում էին, որ դա ինչ որ մեկ երգ է լինելու, ուղակի սիմվոլիկ եւ մնացածը DJ-ն է նվագելու։ Դա ուղակի վարում էր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նվագում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարահրապարակում էին պատգամավորներ, նախարարներ, հատկապես Անահիտ Ավանեսյանն էր։ Այո, Անահիտ Ավանեսյանը ֆլեշմոբ էր կազմակերպել։ Կարծում եմ Անահիտ Ավանեսյանին հաջողվեց այդ երիտասարդների ինֆոպատը, որ կա չէ, իրենք քաղաքականությամբ շատ չեն հետաքրքրվում մեծամասնությունը, չեն ճանաչում քաղաքական գործիչներին եւ այլն։ Կարծում եմ Անահիտ Ավանեսյանին հաջողվել այդ երիտասարդների ինֆորմացիոն պատը ճեղքել անցնել իրենց շարքեր։ Այո, այս կարևոր փուլում առողջապահության ապահովագրության ծառաբեռնվածության պայմաններում ինչից որ շատ դրական արձագանքներ կան, կարող ենք փաստել, որ այս վերջին երևի 10 օրվա ընթացքում դա մեկ այլ մակարդակի բարձրացավ այդ դրական ինֆորմացիան եւ Facebook-ում բազմաթիվ էին բժիշկների կողմից, պացիենտների կողմից արձագանքները, ես անձամբ իմ շրջապատից ունեմ շատ դրական արձագանքներ եւ այն
Գիտես սա ինչ էր, քանի մի բա առողջապահության հետ անդրադառնանք ու հետ գանք։ Խառը ոդքասթ է, ինչ ուզում ենք։ Առողջապահության թեմայով գիտես որ նա իմ որ հոգիդ հանգստանում է, որ միշտ գիտես, չէ, որ քաղաքացիներ կան, որ բուժման կարիք ունեն, բայց գումար չունեն, իրենք գնում են հիվանդանոց, հստակ բուժվող հիվանդությամբ դիմում են հիվանդանոց, բայց հիվանդանոցում չեն կարող իրենց աջակցություն ցուցաբերել, քանի չեն վճարել, նույնիսկ բժիշկը կարող է շատ Հիպոկրատին երդում տված լավ բժիշկ լինել, ասել որ իմ հայը պետք չի, այո, բայց հիվանդանոցը ծախսի ունի, պետք է հոգալ, ինքը չկարողանա այդ ծախսերը հոգալ։ Բայց դա ասես որ գնում է բժշկի, բայց գումարի պատճառով չի անցնում բուժումը, երբ հա բայց ինքը գնում բժշկի, երբ որ արդեն հասել է այնպիսի մի իրավիճակի, որ բայց անգամ անհնար է, չէ, ես ուրիշ բան եմ ասում, որ անգամ եթե ինքը ժամանակին գնում է, բայց չի կարողանում բուժում ստանալ, հա, իսկ հիմա հենց այնքան է մնում այդ մարդը, մինչև դառնում է ոչ հնարավոր չի լինում, անբուժելի, այո, անբուժելի է դառնում, հա, ու մարդիկ նստում սպասում են հարազատները, բժիշկները, թե երբ այս մարդը մահանալու։ Դա ուղղակի անմարդկային բան է, իսկ հիմա քո հոգին հանգիստ է, որ պետությունը այնպիսի պայմաններ է ստեղծել, որ կարող ես մարդու առաջնային բանը, կյանքը եւ առողջությունը, այո, սահմանադրության իրավունքը իր գոնե պահվում է։ Եվ կանխարգելումը դա ամենակարևոր պահն է։ Բայց վերադառնալով վարչապետին, ինչ էին ասում ռուսները կամ ուկրաինացիները, բելարուսները։ Ես շփվել եմ մոտ 6-7 հոգու հետ Ռուսաստանից եւ Ուկրաինայից, ովքեր որ տենց ես նույնիսկ փակագծեր կբացեմ, թե ով էր ամենացնցվածը, եթե կհիշես 2015-16 թվականներին Ռուսաստանում շատ ակտիվ էր rap battle-ինգը, ոնց կհիշես, Ռիստարատորի մասին լսել ես, ով արդեն երկար տարիներ Հայաստանում է ապրում, հիացած է Հայաստանով ու տենց այդ իրան հրավիրելու ընթացքում դե քանի որ դեկասնում էինք ոնց երբ հանձնելու միջոցառումը եւ այլն ազգանունը շատ ծանոթ էր տենց հիշեցինք որ դա հենց Ռիստարատորն է ու երբ ինքը եկավ ես ասի հենց գա ես պետքա գնամ իր հետ ծանոթանամ որտեղ ինչ ուսանողական տարիների դե տենց շատ celebrity էր էլի հենց այդպես այդ ամենա որտեվ իրան ոչ բլոգեր կարող ես որպես ներկայացնել, ոչ рэպեր, ոչ հաղորդավար։ Ինքը այդ ժամանակ մեր համար։ Հա, ու տեղում էր, ասես ուղակի կանգնած էր, միայնակ էր, ուզում էր կնոջ հետ գար եւ գրանցվել էր կնոջ հետ գալու համար, բայց երեխաներին չէին կարողացել, որոշել էին, որ այս անգամ ինքը կգնա, հաջորդ անգամ եթե հնարավորություն կլինի նորից լինի նման միջոցառում, արդեն կինը կգնա կամ հնարավորություն կգտնեն երկուսով գան եւ ուղակի քսեց կանգնած էր ես մոտիկացա վարչապետը տենց փոքրիկ ելույթ չէր ունենում խոսում էր հանդիսատեսի հետ էս դեպքում կամ մասնակիցների հետ էր շփվում եւ մոտեցա ասի պետքա թարգմանեմ ասում ես հայերեն չեմ հասկանում ցավոք սրտի բայց ես վայր ժամանակ հասկանում եմ եւ չեմ հասկանում ինչա կատարվում ասում եմ այսինքն հասկանում ես եւ չես հասկանում ասում որտեվ ես սպասում էի որ հա ինքը ինչ որ մեկ երկնվագի տենց կլինեն անվտանգության աշխատակիցներ եւ տենց մասովկա այսպես ասած էլի գալու էին ստեղծեին իմիտացիա որ տեսեք ինչ հրաշալի միջոցառում է բայց իրական ոչ բան չկար ասում դե ու շուրջ բոլորը իր կանգնած էին նախարարներ падգամավորներ չեմ տալիս այս ոլորտի նախարարն այն ոլորտի падգամավորը ռեալն է ասում ռեալն է տենց իրանց համար դա անհավատալի իրադարձություն էր եւ շատ դրական էր եւ ամենա դե դրոշեր էր բաժանվել ընթացքում եւ ամենահաճելին եւ այդ ոնց որ զգացված էինք այդ ամենից որ արտասահմանցիներից շատերը ինձ մոտենում էին դրոշներով էին վերջում արդեն գնալուց երբ վերջացավ միջոցառումը ասեց մենք ինչ որ բան խմելուց կամ ուտելուց կամ ինչ որ մի առիթով դրոշը դրել են մեկ այլ տեղ եւ ուզում էին իրանց հետ ինչ որ դրոշ տանեին մոտենում էին ասում էին մեզ մի հատ է դրոշ կտակ ու շատ էին դրոշները դե տենց անվերջ հնարավոր չէր ձեռքում պահել այդ դրոշը սեղաններին էին դրել մեծամասամբ ասում էին մոտեցեք սեղանից ցանկացած մեկը վերցրեք ոնց որ նույն դրոշն է էլի մեծ հարվում ասում էին չէ դե
դա կարող է ուրիշինն է, ես ոնց վերցնեմ, ու խնդրում էին, որ իրանց համար առանձին տայինք, ու իրանք ուզում էին դա տանեն իրենց հետ տուն, ու այդ էմոցիաները, զգացմունքները, որ իրանք իրենց հետ տարել են տուն, կարծում եմ դա տենց շատ երկար կհիշվի սա, եւ այդ շատ են դե չեմ ուզում ասել, բայց իրական հիմար մեկնաբանություններ, որ համեմատում էին դա ինչ որ, չգիտեմ, բապտիստական կամ ինչ որ աղանդավորական եկեղեցու միջոցառման հետ, որ Դե լավ, հիմա ինչ անենք մի ոչ կպցնելու են, որովհետեւ օրինակ հենց այդ միջոցառման սկզբում մեր լրագրող որոշ գործընկերներ եկել էին լուսաբանելու համար դրսում եւ ես նկատեցի, որ իրենց նպատակը նա էր, որպեսզի ցույց տան, որ ահա տեսեք կամ սա մասովկա է, կամ բերված մարդիկ են, կամ ԿՊԱ-ականներն են, ինչ որ սովորական ԿՊԱ-ականներ, որոնց մարդիկ չեն ճանաչում, կամ այնպիսի մասսա է, որը տենց անկրագե իրանց ներկայացրած, որ ժողովուրդը չէ, մեր տենցն է հիմնականում, բայց հերթական անգամ համոզվեցին, որ այդ իրենց ստեղծած մեդիա ինֆորմացիոն բանն է, կեղծ իրականությունն է, այո, եւ իրականում մարդիկ եկել էին ուրախանալու, տարբեր տեսակի մարդիկ, այո, այնտեղ ինչ տեսակի մարդ ասես կարող են լինել, ու դա նորմալ է, մեր հասարակությունն է, աշխարհի բոլոր հասարակությունները տարբեր են լինում, եւ դա լավ է, որ տարբեր են։ Ու եկել են այդ բանը ստանալու չստացան իրականում։ Այդ վաու էֆեկտը ստացանք մենք, կարևորը բլոգերներ էին եկել էին նաև մեր այդպես իրանց դժվար է new school рэպերներ ասել, բայց հիմա տենց շատ հետաքրքիր պրոյեկտ կա, երկու պրոյեկտ է, Toz Media-ն եւ Galife Music-ը, գիտեմ դու տենց рэպի առանձնապես սիրահար չես, հանուն արդարության ես ավելի ռոքի սիրահար եմ, բայց ինձ տենց շատ դուր է գալի իրանց рэպը, իրանց մի խոսքով իրանց գործունեությունը, այո, եւ ես այնտեղ տեսա Գոշին Ենոքյան եւ Օնոյին Մանուկյան, տենց իրանց առանձին ռեսպեկտներ ուղարկեմ, ես իրականում ես рэփ սիրում եմ, բայց այսինքն չէ որ հենց рэփ սիրում եմ, рэփ ընդհանրապես լսում եմ, հա, լսում եմ, բայց հայկական չէ։ Ռուսականը շատ չեմ լսում, ռուսականը 1000-ից 1։ Դե ես կուղարկեմ գոնե նոր գերմաներեն գերմաներենն է շատ տենց հետաքրքիր։ Շատ լավ է։ Անուններ չեմ ասի իհարկե, բայց գերմաներեն рэպը շատ Apple Music-ի բանից մեջ կա, այդ playlist-ներից մեջ կա։ Մի խոսքով դա դե բնականաբար ինչ էլ երբել արվի ցանկացած միջոցառում, իրանք դա կապում են նախընտրական շրջանի հետ, բայց ինչով էր դա նախընտրական։ Դե չեք գնալու փուկի առնենք փուտքից։ Հա, այդ բանի փուչիկի իմիջայլոց այն կրպակից որտեղից որ գնվում է այդ լեգենդար բուլկին կոչվում է Փուչիկի բակ եւ իրանց քարոզարշավը այդտենց այդ Փուչիկի բակի պես ոչ թե Փուչիկի բակի պես կներեք Փուչիկի պես տրակելու է որովհետեւ իրանք քիչես որ Աշոտյանը ասում էր եթե մենք այն ձեռնարկը ունենայինք ինչ որ sense ինչ որ մի բաներ չի ասում որ հեղափոխության ձեռնարկը ունենայինք մենք արդեն վաղուց մի 17 անգամ հեղափոխություն էինք արել բայց իրանք հենց այդ ինչ որ մի ձեռնարկ են ինչ որ տեղից որ ամեն գիտենք որտեղից են այդ ձեռնարկը ստացել բայց այ 2000 բայց քանի որ իրենք այս հայաստանյան իրողությունների հետ առնչություն չունեն ու Հայաստանի հասարակությանը չեն ճանաչում չեն հասկանում որ Հայաստանի հասարակությունը 30 տարում քաղաքական այնպեսի ճանապարհ անց է ամեն ինչ տեսել է հետեւաբար այս մարդկանց խափել հնարավոր չէ անկամ այն սերունդի վրա որ իրենք ստավկա են անում որ մարդիկ չեն հիշում չեն անում բայց իրենք ծնողներ ունեն իրենք մեդիային են հետևում իրենք բենեբերան խոսքին են լսում ուզեն չուզեն այնպես որ այդ մեթոդիկաները որ իջնում են մտածում եմ որ դրանք այ թույն արգումենտներ, թույն թեզեր, թույն նարատիվներ են ուղարկել, այստեղ մի րոպեում այս մասին խոսել ենք, մի րոպեում ջախջախվում, հետ են ուղարկվում, մի րոպեում, որում ջախջախվում են ոչ թե մեր կողմից, ոչ թե մեր տեխնոլոգները, քաղտեխնոլոգներն ասում ջախջախում են, սովորական քաղաքացիները Facebook-ում տամեն մի կոմենտով ջախջախում են։ Այ կոմենտներին թե դա մի քիչ հա կարելի է սա կոմենտներ դե հենց դա էլ է չանդրադառնանք այդ կոմենտներին ինչին էին վերաբերում, չնայած կանդրադառնանք դրան, բայց մի հատ քանի էս գիծը գնում է, իրանք 2018 թվականից
մեր քաղաքացիները հստակ ցույց են տվել, որ այդ բոլոր մեթոդիկաները, բոլոր ֆոկուսները եւ տրյուկերը չեն հասնում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հստակ գիտեն նրանք ինչ են ուզում, հստակ գիտեն ինչի համար են իրանք դեսանտով իջացվել ստեղ, գործուղվել ստեղ եւ այլն եւ այդպես շարունակ եւ դա չի անցնում, ուղղակի ձև չունեն իրանք դա անցկացնելու ոչ մի պարագայում, բայց իրանք անձնվիրաբար փորձում են պայքարել եւ այդ ամեն ինչը իրանք այդ Պրիգոժինյան տրոլի ֆաբրիկաներ ուներ այդ Վագների Պրիգոժինը այդ նույն մեթոդներով ու այդ քո ես քեզնից եմ առաջինը տեսել որ դու էիր նկատել այդ համարակալված կոմենտները եւ գիտես ոնց եմ նկատում նայ նստած եմ իմ համար շատ բարդ չէր չէ բայց դու բանս գայլ որ ասում եմ ժողովուրդն է ճաղճախում իրանց ժողովուրդը մենք չենք ճաղճախում ժողովուրդը ես նստած եմ մի հատ friend, մի հատ քաղաքացի, մի հատ ընկեր Facebook-յան, որը մաքսիմալ ապաքաղաքական է։ Ընդհանրապես ոչ ԿՊ-ի համակիր է, ոչ համակիր չի, ոչ չգիտեմ իր հայացքն անգամ։ Մեկը ուղարկում ասում նայի։ Բացում եմ տենում եմ, ասում եմ համակը սարքած է, ասում եմ չէ։ Ես եմ սկրինի ասում եմ։ Ասում եմ որտեղ է, մտնում նայում եմ, որ օրին իրոք տեն։ Նայում եմ չէ չկա։ Ասում եմ չկա ոնց, ասում եմ դե երևի ջնջել են, բայց ես մտնում գտնում եմ այդ կոմենտները, բացում եմ տեսնում եմ, որ ուղղակի էդիտ արած է։ Ինչի մասին է, որպեսզի մարդիկ եթե չգիտեն, Սամվել Կարապետյանի այդ եղբոր տղուտ ու չեներողություն տղայի, հա, որդու խնդրահարույց հայտարարությունից հետո, որ կանանց թիրախավորող այդ սեքսիստական նողկալի խոսույթից հետո The Telegraph-ը գերմանական, բրիտանական The Telegraph-ը անդրադարձել էր դրան եւ իրենք փոխանակ կարողանային այդ իրավիճակի դեպի իրենց կողմը թեքել օգտվել այդ առիթից։ Հա, դու անգլալեզու կոմենտներ ես ասում։ Ես հիմա անգլալեզուն եմ ասում։ Հա, ներողություն, տարբերություն չկա, այդ են ուղարկել, բոլորը ուղարկել են։ Մի հատն եմ ես ինքնուրույն տեսեմ, մնացածը սա ուղարկել են տարբեր մարդիկ։ Ու տեսնում եմ, որ կոմենտներ են գրել անգլերենով օրինակ։ Նույն աբովանդակ մեծ հաշվով կեսնել նույն native անգլերենով ու բացում ես տեսնում ես որ այնպես fake edge-եր են Cockney English-ով հա ասենք անհնար այդ ակնհայտորեն այդ fake-ով էլի հետո տեսնում ես որ այլ տեղերում իրենք համարակալած fake-երով որ 305 ու ինչ որ բան ջարդված հայերենով կոմենտ 306 307 300 իրանք այդ բան արել էին չէ որ սիրտս խելագարվեց սիրտս խառնվեց սիրտս խառնվեց այդ այսինքն մեկ անգամը իրանց քիչ չի իրանք չի այդ բոտ են ստեղ ակնհայտորեն դա մարդ չի ինչ որ բոտ են ստեղծել որը տեխնիկական խնդիր ունի դե իհարկե տեխնիկական խնդիր ունի չեն կարողանում դզել ես ավելի խորդ եմ նայում իրանք բան խնդիր ունեն հասկանալու խնդիր ունեն որ իրանք շարունակում են չհասկանալ որ Հայաստան քաղաքականությունը նախ դա բիզնես չի եւ քաղաքականությունը մարդկանց առնելու ծախելու մասին չի եւ մեր քաղաքացիներին եւ մեր քաղաքացիներին հիմարի տեղ դնելու մասին չի այդ ով փորձում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հիմարի տեղ դնի քաղաքացիները ամեն առանց ավելնորդ աղմուկի առանց ավելնորդ պաթոսի եւ առանց ավելնորդ ինչ որ հիստերիկ շարժումների քաղաքացիները ընտրություններին կամ ուղակի իրանց իգնոր անելով շատ գեցիկ ձևի ուղարկում են դեպի Գիտես ո՞ն է, նա իրանք տեսել որտեղից իրանք գալիս են անկեղծ ենք, չէ, հիմա մնա մեզ ասում են որ դուք է ֆեյքերի ֆաբրիկա, պոակի ֆեյքեր բան ասում են, չէ։ Civic-ի պատվալ։ Հա, Civic-ի պատվալ եւ այլն։ Որով ոնց են տենց բանան։ Մի երկու հատ կարան իրանք ցույց տան, մենք մեր ֆեյքի մեր ֆաբրիկաները։ Չէ, մեր համար լավ բան գրած ֆեյք է։ Բայց իրանք չեն հասկանում, որ դա կենտրոնացված, այդտենց բոտերով լցված, կամ ինչ որ մարդուն ասեն եմ 10 դեջ կբացես, քեզ 200,000 դրամ օրինակ փող կտան, գնա 10 էջից մեզ դրական բաներ կրի կամ հետո ցույց կտաս քանյատես կրի, այդքան փողը կտան։ Այդտենց չի աշխատում մեր մոտ։ Մեր մոտ սովորական քաղաքացին, որը չի ուզում թիրախավորվել ընդդիմության կողմից, որովհետև ինքը տեսել է, որ տարիներ շարունակ մի բան ինքը իր դեմքով մի բան ասել է հարցակումներ են կործել հայոյանքներ են կերել ամոթանք են տվել լրացրել են այո լրացրել են հիմա մարդիկ խուսափում են հայոյանքներ ստանալուց իրենց դեմքին իրենց մասին իրենց հարազատներն են որ իրենց հայոյելն եւ այլն ստիպված իրանք fake edge-երով կարող է մեզ
իրանք չեն հասկանում, որ այդ fake-երը անգամ որ fake age-ով ակրված մեր օգտին բաներ ակրված։ Իրա հետևում- Դրանք սովորական քաղաքացիներ են, դրա հետևում մարդն է, Չվճարված, Այո, դրա համար դրա հետևում համակիր է, ոչ թե բոտ։ Հիմա իրանք ուզում են այդ նույն բանը որպեսի հավասարակշռեն, որ տեսեք մեր վատ կոմենտներ որ մեզ գրում են, դրա փոխարեն լավն էլ կա, նաև բան կա, չէ, սոցիոլոգիա կա, որ ավելի ճիշտ ոչ թե սոցիոլոգիա, այլ հոգեբանական բան կա, որ դու տեսնում ես միտեղ մի թեմայով անընդհատ գրել են կամ լավ բան են գրել, դու չես կարող մտնես դրան հակառակ բան գրես, ավելի դժվար է։ Իրանք այդ լավ բանը գցում են, տենց այդ բոտերով, հետո որպեսի հավասարակշռեն, որպեսի մարդիկ չգան վատ բան չգրեն, հասկանում ես։ Դե տարական չընդհատեմ քեզ լավ։ Ասա։ Ընդհատելու մենաշնորհքն ասակից ընդհատել այդ նույն թեմայի շուրջ կարանք ամենաթարմը, քանզի մենք այսօր այս անգամ մի քիչ ավելի ուշ ենք նկարում մեր ոդկասթը, ամենաթարմը այդ ինչ որ ես չեմ այլ ինչ սոցիալական հետազոտություններ թե իրանք որ տեյցին այդ ինֆորմացիան միանշանակ դա կեղծ եւ ոչ մի բանով չհաշվարկված եւ ոչ մի ձև դա չփաստարկված ինֆորմացիա էր որ Սամվել Կարապետյանը 34% ջուր աջակցություն ունի, բայց դա չէր բնականաբար դա այդպես չէ, բայց մեկ ուրիշ բան կար որ տեսլես այդ նկարը որ իրանք իրենց պաշտոնական էջով գցում էին որ Նիկոլ Փաշինյանն է 33%-ով պատկերացնենք ջուր այստեղ է ու Սամվել Կարապետյանը 34%-ով մի բանի արագածի գագաթի բարձրության sense ինչ որ մի հատ բանին է 1%-ի տարբերությունը իհարկե այդպես ոնց կարելի է գրաֆիկի մեջ այսպես բաշխել ես չեմ պատկերացնում իհարկե բայց այդ միանգամից այդ clickbait-ի էֆեկտը իրանք մտածում են որ դա կարելի է ծախել մեր քաղաքացիների վրա կարծում եմ կարող ենք մենք էլ որպես քաղաքացիներ ասել որ չանցա ստացվում չէ բայց հարցը թե այդ հարցումը որտեղ է անցկացվել ուրեմն տես մենք բացեցինք նայեցինք այն ընկերությունը որը իրականացրել է այդ հարցումը հա դու նույնիսկ ուսումնասիրել ես ինձ արդեն այդ գրաֆիկի այդ անհասկանալի բանը ինչ Նարեկ Կարապետյանը նշել էր որ ընկերությունն է իրականացրել անգլերեն անունով ինչ որ տենց ընկերություն էր բացում ես անգլալեզու տենց կայքա բայց իրենց գլխամաս իրենց կարասենյակ այն հայկական ընկերությունն է Երևանում այս կենտրոնում է ու ընդհանրապես նշված չի այդ հարցումը որտեղ է արվել քանի քաղաքացի է մասնակցել այդ հարցմանը ինչ ընտրանք է տեղի ունեցել չգիտեմ ընդհանրապես որտեղ է անցկացվել հեռախոսային հարցում է թե օրինակ հա տետ հարցում է ընդհանրապես ոչ մի ինֆորմացիա չկա ու չկա թե մյուս տեխնացուների մասին կամ հնարավոր տեխնացուների մասին ինչ կա եւ ոչ մի այլ ինֆորմացիա հետեւաբար ես ենթադրում եմ որ այդ հարցումն էլ է անցկացվել այդ fake-երի շրջանում այդ բոտերի շրջանում ու այդ բոտերը 34% տենց Սամվել Կարապետյանն են քվեարկել իսկ բայց քանի որ իրենց բանը այդ լավ չի աշխատում ինչպես նշեցինք խոտան ունի 33% էլ վարչապետին են քվեարկել բայց մի բան էլ կա մի մանիպուլյացիա էլ կա բացի այդ քո ասում ես նկարը մեծ են տրել գլուխը բարձր են տրել այդ Սամվել Կարապետյանի ու ընդհանրապես մի տոկոսից այնպես այսքան են նկարագրել եւ այլն նաեւ Սամվել Կարապետյանն ով է Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի տեխնացու հետեւաբար չի կարող 34% ունենալ 44% ունենալ 24% ունենալ 1% ունենալ բայց 1%-ը լավ ասեցի մի դրամով 1% հա դե իրանց դա արդեն այդ ավտոբուսն նախ մի հատ որ այդ բանի թեման է փակենք, այդ ճակերտավոր հարցման թեման է փակենք, ցանկացած սոցիոլոգիական հարցման մեջ պետքա բան 37% ուրա, 37 չկնես, 30 67 եւ հետեւաբար 33, մեն մնացած 33%-ը փոշիացին կամ չգիտեմ ում քվեարկեն։ Այդ բոտերը այն տիպի բան են արել, խոտան են ունեցել, որ չեն կարողացել բան անեն, որոշում կայացնեն։ Դե մենք արդեն բոլորս մենք մեր քաղաքացիները հասկացել են որ իրանց այդ բոլոր աճպարարությունները եւ մնացած բոլոր հնարքները զուտ ինչպես դու ես ասել բազմաթիվ մեր թողարկումներում գումար են ծախսում դե հիմա ինչ որ ավտոբուս են վարձել ես ինչ են արել իրանց բաններ բայց քանի որ շարունակենք իրենց թեման Նարեկ Կարապետյանի Սամվել Կարապետյանի ձևիստների թեման շարունակելով եւ կպցնելով նաեւ մեր չգիտեմ
կանանց իրավունքներով զբաղվողներին եւ բլոգերներին եւ ընդհանրապես հասարակական ակտիվ դիրքորոշումներ, ակտիվ կյանք վարող մարդկանց, ինչ նկատեցինք, որ շատ զազրելի ու շատ խնդրահարույց բան ասեց Սարգիս Կարապետյանը եւ ինքը խոսում էր կոնտեքստի մասին, որ կոնտեքստից հանված է։ Ես ամբողջական նստել նայել եմ ամբողջականը եւ հոգեբանական օգնության կարիք չունես այդ 1 ժամից։ Ես արդեն այնքան այդպիսի նողկալի բաներ եմ նայել, որ իմունիտետ ունեմ, հա։ Բայց նայ, ես ամբողջը նայել եմ ու ես նույնիսկ ես էլ մտածում եմ, որ իսկ մի գուցե կոնտեքստում ինչ որ մի բան, որովհետեւ չի հավատում, որ կարող է այդպես ուղիղ տխմահություն։ Հա, մեկնաբանությունների մեջ էլ բացի այդ փառաբանող արտահայտություններից մեծամասնությունը դնենք մի կողմ վիրավորանքները եւ մնացած այդ վատ մեկնաբանությունները, բայց շատ մեծ տոկոս էին կազմում այն մեկնաբանությունները, որ ժողովուրդ սա բանա, արհեստական բանականությունով է գեներացված այս տեսանյութը։ Բայց պարզվեց ցավոք ոչ։ Եվ դες ո՞րն է հենց բանը, որ ինքը ուղիղ տենց շատ թիրախավորող, նայ ինչի մասն է, ասում են, որ մարդիկ սեռաքաղց են, հատկապես 50 եւ ավել տարիքի եւ հատկապես կանայք, ասում է, դրա համար իրենք սկսում են այդ սպառել իրենց բանը, կոմենտներ գրելով Նիկոլ Փաշինյանին համակրելով եւ այլն, բայց շատ չխորանանք այդ նողկալի խոսույթը չվերարտադրենք, բայց ի՞նչն է հարցը, որ եթե նույնիսկ դա ինչ-որ հոգեբանական, ինչ-որ գիտականորեն ապացուցվող բան է, որ մարդիկ, չգիտեմ, սեքսուալ անբավարարվածությունը լրացվում է այդ մեթոդներով, բայց ֆրեյդիզմի գիրք են կարդացել։ Okay, լրիվ okay է, բայց ինչու ես դու առանձնացնում եւ թիրախավորում կանանց։ Այդ սեքսուալ անբավարարվածության խնդիրը կարող լինի եւ ամենահավանականությամբ կա նաև տղամարդկանց մոտ եւ ինչու ես դու առանձնացնում այ կարանք ասենք որ ու ահա որ բայց հարցը այն է որ իմ համար իրանցից արդեն ամեն ինչ սпасելի է բայց հարցը այն է որ շատ քիչ թվով մարդիկ որոնք ամենօրյա ռեժիմով խոսում են սեքսիզմի դեմ, սեքսիզմի դեմ, ամենօրյա ռեժիմով խոսում են ֆեմինիստական բլոգերներից եւ խոսում են իրավունքներից, հավասարությունից, խոսում են, չգիտեմ, կանանց անվտանգությունից, բռնությունից եւ այլն, արձագանք չկար, հա ես մեկ արձագանք եմ տեսել ընդամենը Լուսի Քոչարյանի արձագանք ես եմ բացառիկ միակ դեպքն որ ինքը համաչափ դա շատ կարևոր է որ ինքը համաչափ արձագանքեց որովհետև ու գիտես ինչն է որ օրինակ եսին վրա դա զգացել եմ ես ինձ համարում եմ ֆեմինիստ այն իմաստով որ ես կողմ եմ կանանց եւ տղամարդկանց հավասարությանը ես այն ծայրահեղ ֆեմինիստ չեմ չնայած ֆեմինիզմի ծայրահեղը չգիտեմ ծայրահեղ ֆեմինիզմը արդեն ուրիշ բան է ուրիշ տեմին պետք է տալ դրան քանի որ մայր իշխանության ցկտում է ինչ որ երևի կարելի է տենց ասել բայց դասական իմաստով ես ֆեմինիստ եմ համարում չգիտեմ միգուցե մի քանի տարի հետո ասեմ որ չէ ես իրական ֆեմինիստ չէի այն ժամանակ բայց հիմա եմ ես իրական բայց հիմա ինչ որ է այսինքն ես կողմ եմ այդ հավասարությանը կողմ եմ չգիտեմ հավասարությանը կողմ եմ դա հիմնական դրա մասին է ես օրինակ դրա մասին երբեք չեմ խոսում չեմ անդրադառնում որովհետև գլոբալ առումով բան էլ չկա խոսում հա բայց գիտես հարցը որն է որ ես երբ ինչ-որ մի բան եմ գրում իմ էջում ընդ որում միգուցե ես դիտակում եմ որ ճիշտ եմ գրել կամ թեկուզ ինչ-որ խնդրահարույց բան եմ գրում օրինակ գիտես իմ վրա ինչ հարցակում է տեղնում ահա որ հարցակում գալիս են վայ ես ինչ եք անում ես ինչ եք խոսում այ տղամարդիկը ցենց եք բայց ընդհանրապես չգիտեք կանանց խնդիրներից տեսեք ինչպես եք չի կարելի կան հեշտացնել բան ու այդպեսի մի հատ գրոհ է լինում երբ որ իմ ստատուսներում կարող է լինել կին բառը, կարող է լինել սեքսիզմ բառը, կարող է լինել ֆեմինիստ բառը, ընդհանրապես այլ չնայել էլ ինչա գրած, կան հարցակվեն։ Բայց երբ որ Հայաստանում իշխանություն վերցնելու հայտ ներկայացրած թիմի ներկայացուցիչը, նրա որդին միլիարդատեր, նրա որդին, բարերար, չգիտես ինչ ասես իրանց անվանում են, չէ՞։ Այդ մարդը եթերում պարտադիր չի որ հերոստատեսությամբ լինի։ Հա, իհարկե։ Եթերում այդպիսի շատ խնդրահարույց ու միանշանակ խնդրահարույց չես կարա չես կարա ասես թե իրենք տեսանկյունից էլ սենց է բան իրենք չեն փորձում դա հա այդպիսի արտահայտությունա թույլ տալիս ու այդ
Սաղորը տենց ձեզ կանանց իրավունքներով զբաղողի տեղ դրած կամ չգիտեմ ինչ տենց շատ նրբած գած այդ առումներով բաուրեք խիծ է ինչ եք անում բայց մի բան էլ հիշեմ որ ինչ որ կանանց իրավունքներով զբաղվող մի հասարակական կազմակերպություն անդրադարձել էր 1 օր անց թե 2 օր անց հայտարարություն էին տարածել սա էլ նշենք որպեսզի արդար լինենք բայց այդ Facebook-յան բլոգերներ ակտիվիստներ այդ մարդիկ լռեցին ու լուրջ եք ասում ժողովուրդ սրանց հետո ինչ երեսով եք ընդհանրապես գալու ինձ մի բան ասելու հանկարծ մի հատ սրանց հետո զգուշացնում եմ մի հատ կան ինձ մի բան ասեն թեկուզ ես խնդրալուց բան արած լինեմ այդ is ասում գնա երբ որ դու կարձագանքես սրա նոր կգաս ինձ կարձագանքես չի կարելի այդքան ինչի ու գիտես հարցնում վախենում են ինչից եք վախենում թե հեշտ է գիտես ինչն է բանը որ ԿՊԱ-ական են քննադատել հեշտ է մենք ընդունում ենք քննադատությունը մեզ միշտ քննադատել մենք adekvat ենք ընդունել քննադատությունները ու մարդիկ մտածում են որ մենք ինչ անենք կարան կան մեզ ինչ ասես ասեն անգամ քննադատություններս էլ ավելի մինչև հայրանքների հասնեն, սպառնալիքների հասնեն, հա, բայց մյուսներին վախենում են, ու ուզում են սրանք իշխանության գալ։ Դե հենց այդ է մենք մեր նախորդ թողարկումների ժամանակ ես ասացի այդ մասին, որ շատ տարբեր թեմաներ, որոնք որ այդ խայբ բռնելու թեմաներն են, շատ անդրադարձել են այդ ամեն ինչին ու տենց շատ կտրուկ բաներով գաղափարներով եւ մտքերով որ այս չա կատարում մի ավել լայքի համար ամեն ինչ անում են բայց նույն մարդիկ ովքեր որ ես անունների երկը չեմ տալիս բայց անհրաժեշտության դեպքում անուններ կտամ ես իրանց պրոֆիլները այդ մի քանի օրը մոնիտորինգի տակ էի պահում եւ դա քաղաքականություն չի ամեն օր նայում էի զուտ հետաքրքիր էր հա զուտ հետաքրքիր էր կային մի ոչ բլոգերներ Facebook-յան տենց օգտատերեր ովքեր որ տենց հանրային կերպարներ են ովքեր որ դա բանի փոխարեն մեր աջակիցների կամ մեր ներկայացուցիչների կողմից դա քննադատող post-երի տակ գրում էին հա բայց դուք եք տենց դեպք ունեցել հա մենք դեպք ենք ունեցել մենք դա մեր վրա հարցակվել ես չեմ հիշում ճիշտ ասած տենց դեպք չէ ես չեմ հիշում անկեղծորեն տենց դեպք բայց երբ եղել է դա բոլոր ՀԿ-ները բոլոր բլոգերները ոնց հնարավոր է անդրադարձել են Արթուր Հովհաննիսյանի դեպքն են ասում հավանաբար որ Թագուհի Թովմասյանին ասել էր գնաս սերավարակի թեստ կհանձնես բայց կիսատ են պատմում չեմ հիշում այսինքն թե չէ հա բայց ես այդ ժամանակ կարես ասում էի չէ քիչ ես բանանում չէ ասում ժողովուրդ ջան այդ որ Թագուհի Թովմասյանն ասես գնաս բան թմրանյութի թեստ կհանձնես դուք որևէ մեկ եք դուք ասում եք ֆեմինիստ եք չէ դուք հավասարության կողմնակից եք այդ ֆեմինիզմը կամ ասում եք սեքսիզմի դեմ սեքսիզմը նշանակ չի նշանակում կանանց դեմ թիրախավորում երկու թիրախավորում այդ ոնց է որ ասում եմ թմրանյութի դեմ թեստ կհանձնես դա սեքսիզմ կամ թիրախավորում կամ եսի խնդրահարույց չի բայց որ ասում եմ թե դու էլ սերավարակի թեստ կհանձնես դա խնդրահարույց է դա առավել եւս որը այստեղ ես դրան չեմ անդրադառնում ես դրա վրա ուզում եմ ասել որ իրենք հավասարության նշան են դնում դրա եւ այս Սարգիս Կարապետյանի դեպքին հավասարության նշան չեն դնում իրանք ուղղակի խուսափում են ինչ պատճառներով հիմա ես չեմ կարող ասեմ ինչ պատճառներով պատճառները կարող են տարբեր լինել եւ ենթադրությունները կարող են շատ տարբեր լինել ինչի են իրանք խուսափում այդ թեմային անդրադառնալու եւ քննադատելուց մենք ոչ մեկ չի վախենում են որ այդ բոտերը կհարցակվեն իրանց վրա իրանց հայրանքներ կհնչեցնեն իրանց հասցեին բայց չեն վախենում որ մենք դա կանենք որովհետեւ մենք այդպես բան չենք անում բայց մեզ սաղոր ասում են պոակի ֆեյք է մենք հենց դա մենք չենք ասում է քննադատեք ասեք ամոթ այսինչ արտահայտություններ են գնացեք ԿՊ-ին ընտրեք չէ բայց մի հատ գնահատական հնչեցրեք ասեք ինչի համար է ու ինձ գիտես ինչն է սա նախ հələ դնենք նաև ինչ պայմաններում այդպես ասած իրանք ոնց են ներկայացնում իրանք մտան քաղաքականության դաշտ իրանք եկել են եկեղեցուն ազգային արժեքները եւ ազգայինը պահելու եւ այսպեսի արտահայտություն այն մարդիկ ովքեր որ եկել էին ազգային արժեքներ եւ եկեցին փրկելու մի տեսակ ես բան եմ տեսնում այդտեղ անհամապատասխանություն եմ տեսնում իրանց արած արտահայտությունների ազգային արժեքների եւ եկեղեցական եւ առասակ եկեղեցին ոնց է նայում սեքսի նախարարության ստեղծմանը հետաքրքիր է Կտրիշ Ներսիսյանի պետք է հարցնեմ շատ պրովոկացիոն հարց է ես բան կանեմ մեր ֆորմատը որ շարունակի մնալ այսպեսին որտեվ եկեցին ըստ օդում կախված լուրերի տարբեր ձև կարա արձագանքի եւ չեմ ասում Արշակ Սրբազանը ես Արշակ Սրբազանը կարծում եմ գիտեմ ինչ պատասխանում երևի կոմ կլինի բայց կտրիչն էլ պետք է որ կոմ լինի բայց դա տենց է ստացվում ինձ գիտես այդ արտահայտությունները ինձ ինչ հիշեցրեց մի հատ ֆիլմ կար 2011
տենց 10-11 թվականների ֆիլմ է, կոչվում է Devil's Double, բան, Դվայնիկ դյավոլը, Սադամ Հուսեյնի որդու մասին է, դա։ Որտեղ որ ինքը այտենց Սադամի որդին է, հա, էլի տենց կանանց աղջիկներին տենց շատ անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս, որտեղ կարա դա իրան թույլ տա։ Այն մոտավորապես այտենց արտահայտություններ, ճիշտն ասած, ես առաջին ասոցիացիան իմ գլխից մեջ դա արտնացրեց։ Գիտես ինչ, ես հիմա ինչ էի մտածում, որ մեր հասարակությունում իրենց շատ լիբերալ համարող մարդիկ երբ որ իրավիճակ է լինում, երբ քննադատելու տեղ կա ԿՓ-ին օրինակ, չեն խոշում եւ քննադատում են եւ դա նորմալ է եւ ես նորմալ եմ դա համարում ու պետք է դա անեն, որովհետեւ նաեւ իրենք են մեզ զսպում, դրա համար ենք հեղափոխություն արել, զսպող գործոններ են պետք։ Իշխանությանը քննադատելու չարժանանա կոտրված կողերին, արևանգումներին եւ մենք խրախուսում ենք, որ մեզ քննադատեն։ Բայց այդ նույն լիբերալ մասան նույնը չի անում այլ ուժերի դեպքում, որոնք հակալիբերալ ուժեր են եւ ակնհայտ է թե եթե իրենք իշխանության կան Հայաստանը այդ ազատությունների տեսանկյունից ինչքան ուր է նորից հետ գալու։ Դու տանում ես Ctrl-Z հաղորդաշարի վերջին թողարկմանը, հա։ Երևի չեմ հիշում։ Բայց գիտե, հա, չէ, նայ, չէ, հետ չեմ ասում։ Նկատի ունեմ Նինա Կարապետյանցի արտահայտությունը։ Ընդհանրապես եմ ասում, չէ։ Գիտես հարցը որն է, որ իրենք չարձագանքելով նպաստում են եւ միայն մեզ արձագանքելով, մեզ քննադատելով, իրենք նպաստում են, որ վաղը իշխանության կա Հայաստանում ոչ հակալիբերալ ուժ, ոչ լիբերալ ուժ, ու Հայաստանը հետ գալորի ազատությունների մակը։ Իրանք հետո թեվեր ցենց կանթեն, ասեն, թե մենք ինչ կապ ունենք մեր քաղաքականությամբ, ինչ անենք, ցենց։ Ժողովուրդ ջան, եթե դուք լիբերալ լինելով չեք ուզում քաղաքականությամբ զբաղվել ու քաղաքական որևէ ուժերից մեկին աջակցել, որովհետև խնդիրներ եք տեսնում նաև օրինակ ԿՊ-ում, դա լրիվ ընդունելի վարկագիծ է, այո։ Բայց երբ դուք միակողմանիորեն հարվածում եք մեկ ուժին, մեկ կուսակցությանը, որը ամենալիբերալն է դաշտում եղածների մեջ, լիբերալներից մեկն է կոնե, եւ չեք հարվածում այն ուժերին, որոնք ռեալ այսինքն միավորվելով կոնե ռեալ շանսեր ունեն իշխանության վերցնելու եւ կեղծիքներ իրականացնելու ու Հայաստանը հետո ընտրվելուց հետո հետ գալու, ապա դուք նպաստում եք այդ ուժերին։ Իրանցից շատերը նաեւ չեն հերքում այն միտքը, որ դեմոկրատիան լավ բան չի, դեմոկրատիան պետք չի, դա սխալ է ու իրանք կարող որպես մինիմում դա բան չեն անում, չեն քննադատում եւ դա չեն էլ ինչ որ ձև արձագանքում դրան, որ չէ, դե ոնց ժողովրդավարությունը դա կարևոր է, ժողովրդավարությունը դա լավ է։ Ես չեմ հասկանում ճիշտ ասած այդ մոտեցումը։ Երբ որ մենք ենք մի բան անում, որը կարող է ինչ որ կերպ հակաժողովրդավարական նկարվի կամ ժողովրդավարության այն աստիճանին, որը մենք կուզեինք որ լիներ, իսկ մենք կուզեինք որ ամենաբարձր ժողովրդավարություն լինի Հայաստանում, բայց դեռ դա այդպես չի բնականորեն եւ մենք այդ ճանապարհին ենք, մեզ քննադատում են, օքեյ, բայց երբ որ մարդիկ ասում են, որ ժողովրդավարությունը մեզ պետք չի, դրան չեն արձագանքում, դա նորմալ չի։ Կամ մի արձագանքեք երկու դեպքում, եթե դուք չեք ուզում քաղաքականությամբ զբաղվել։ Բայց մենք ոնց որ շեղվեցինք շատ։ Հա, բայց վատտեղ չենք շեղվեն, այնց մեր մեջ ասած։ Եվ արձանագրենք, որ 2018 թվականից հետո ժողովրդավարական ինչ թռիչք կա ունեցել Հայաստանը, եւ դա մենք չենք ասում, եւ դա ասում են բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, Human Rights Watch-ը, Reporters Without Borders, Transparency International, մնացած բոլոր ԵԱՀԿ-ը եւ մնացած բոլորը ԵԱՀԿ-ի հետ վերջերս էինք հանդիպել ներկայացուցիչների հետ շմիգի, որոնք որ դա փաստում էին ու դա արտանագրելով մեր ունեցած խնդիրները հանդերձ հենց այդ քանի տոկոս հիշում ես քանի տոկոսային կետով մենք թռիչք ունեցել նայեմ հա իհարկե դու կարող ես ինչ-որ ուրիշ թեմա հա մենք բոլոր այդպիսի ցուցանիշներով մենք ահավոր բարձր թռիչքներ ենք ունեցել թե ժողովրդավարության տեսանկյունից թե առհասարակ ընդհանրապես ընտրությունները հիշենք
ինչ ունենք մենք ընտրությունների ժամանակ նախկինում եւ ինչ ունենք հիմա։ Օրինակ, այն ժամանակ դիտորդները եւ վստահված անձինք գնում էին, ես որ հիշում եմ, ես վստահված անձ էի լինում ընտրություններին, գնում էի մարտական տրամադրված, որ գնում եմ արդեն բաներ։ Հա, ծեծուտելու, պահելու, ինչ որ տես մարտական գործողությունների մեջ մտնելու, ինչ որ այդ տրամադրվածությամբ էի գնում։ Հիմա երբ որ գնում եմ ընտրությունների որպես մինչև 2021 թվականը, էլի մի անգամ եղել, երկու անգամ եղել եմ բան, կարծեմ մի անգամ թիմում, մի անգամ 2018-ին եղել եմ որպես վստահված անձ, դրանից կներեք արտադրության համար լոգ բան իմ կյանքում չի եղել։ Ասում էի, բայց այն ժամանակ հավես էր, էլի կոնե ինչ-որ մարտերի մեջ էինք մտնում, պայքարում էինք, բան ինչ-որ։ Հիմա եկենք դες նայում ենք, երբ այս 8 ժամը հասնել, որովհետեւ ոչ մի բան տեղի չունեն ըստ էության։ Այսինքն մենք հիմա ժողովուրդը գիտի, որ գնում է ընտրատեղամասեր, ընտրություններով ձևավորվում է իշխանություն, լավն է, վատն է, չայած փոքրագույնն է, թե չայած մեծագույնն է, չգիտես ինչ է, ինքն է քվեարկում, ինքն է ձևավորում իշխանություն։ Նախկինում եւ հնարավոր է որ ինքը չխոսելով, ինքը չպայքարելով, ինքը քաղաքականությամբ չզբաղվելով այնպիսի իրավիճակ ստանա, որ ապագայում նորից զրկվի ընտրության իրավունքից։ Գնա ընտրությունների մասնակցի, բայց չազդի ընտրությունների վրա։ Հա, իր ձայնը գնա այնտեղ, որտեղից որ մենք դուրս ենք եկել 2018 թվականին։ Գտար ցուցանիշները։ Հա, դա իմ ազգային ժողովի խմբակցության փորձագետ եղած ժամանակվա տվյալներ են 22 թվականին, հա, բայց սա թարմացվածն է կնայեմ։ Դե օրինակի համար 2017 թվականից այս պահին տվյալներ ունեմ, եղել ենք լրագրողներ առանց սահմաններինում, եղել ենք 79-րդ, ցենց ըստ տարի, ասում եմ 17, 18 եւ այլն, 17-ին 79, 18-ին 80, 19-ին 61, 20-ին 61, 21-ին 63, 22-ին 51։ Բայց մեր հարևանների որ նայենք Վրաստանը 17, այսինքն նա 79-ը հետո 51, 80 կարաս հաշվես, հետո 51, 28 տեղով առաջ ենք գնացել եւ բայլավել ենք ցուցանիշը։ Հա, բայց օրինակ Վրաստանը եղել է 2017 թվականին 64-ը, հիմա 90-ն է։ Ну, մյուսների մասին դա ինչ վերաբերվում է Reporters Without Borders-ին, իսկ Freedom House-ի տվյալները իր բոլոր ցուցանիշները 0.00-ից մինչև 7.00 է հաշվում, այսինքն տեղ հորիզոնականով չի ինքը, ինչ որ գնահատական է տալիս։ Բալ է նշանակում 7 բալ, 0 բալ, հա։ Ու օրինակ ազգային ժողովրդավարական կառավարումը 2017 թվականին եղել է 2, 2022-ին եղել է 3.50։ Քաղաքացիական հասարակության այդ դերը եղել է 4.25, հիմա 4.50։ Չէ, բայց բանը 22 թիվն եմ ես ասում։ Իսկ ժողովրդավարության ցուցանիշ նկատի ունեմ, չի մամուլի ազատություն, ընտրություններ, այտենց սա իմ կազմած տեղեկանքներն են, էլի։ Transparency դե կոռուպցիայի բանն է։ Հա, թեկուզ կոռուպցիայի մակարդակով, տարբերություն չկա, որովհետև բոլոր ոլորտներում մենք ունեցել վատ ցուցանիշներ, կոռուպցիան կլինի, ընտրությունները կլինեն, ընտրությունների ազատությունը, մամուլի ազատությունը կլինի, ու հիմա մենք թռիչքներ ենք ունեցել։ Նույնիսկ տնտեսական ցանկացած թիվ գտնես տնտեսական էլ բանը Transparency-ը կոռուպցիայի վերաբերյալ 18-ին եղել ենք 180-ից 105-րդ տեղը, 23-ին 180-ից 62-րդ տեղն ենք եղել։ Հա, մի րոպե 180 տեղից, որոնք են եղել 2017-ին, որոնք են եղել 17-ին եղել ենք 105, 23-ին եղել ենք 62։ Հա, 105-ից 62 ենք։ Հա, այդ ունենք 40 քանիկ է, այսինքն կեսով չափ բան ենք արել։ Հա, առաջին զգացը 41-րդ երկիրն ենք կոռուպցիայի բանով։ Հաջորդ անգամ մենք ավելի պատրաստված կգանք, բայց ակնհայտ է, որ բոլոր ցուցանիշներով, այդ թվում քո ներկայացած կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի մակարդակով ընդհանրապես Հայաստանը ինչ թռիչք կա ունեցել, բայց այդպիսի թռիչք ունեցել է թե մամուլի ազատության առումով, թե ընտրությունների ավելի թափանցիկ ու արդար անցկացնելու առումով։ Ոլորտ ես չեմ տեսնում։ Թե տնտեսության թեման առումով էլ կլինի աշխատատեղեր, կլինի բյուջեն է կրկնապատկվել, մենակ ֆուտբոլի մեր ազգային հավաքականն է մի քիչ քաշում մեզ այդ առումով, բայց փոխարենը ֆուտզալն է։ Ֆուտզալը եւ ակումբային առաջնություն, ակումբները մենք արդեն որյորդ տարին է կոնֆերենցիաների լիգայում մասնակից ենք ունենում եւ այս տարի։ Բայց ֆուտզալի հաջողությունը ինչով կգնահատես։ Ֆուտզալի հաջողությունը ունենք, նու չէ, գիտենք որ ֆուտզալ ունենք, բայց դե ուշադրի չէինք։ Ու ամենա դե ես իմ զուտ իմ գնահատականով կարող եմ ասել, որ դա զուտ
տենց կազմակերպությունների, ընկերական խմբերի, դպրոցների Մենք շատ ենք խաղում, օրինակ մենք ենք, չէ՞, որի մենք խաղում ենք, գնում ենք, զալում ենք խաղում, ֆուտզալ է, բանը։ Այսինքն, քանի որ բոլորն է զբաղվում, շատ մարդ է զբաղվում։ Մասսայական է շատ, ֆուտբոլը։ մեծ ֆուտբոլը մի քիչ ավելի բարդ է մասսայական։ Ենթակառուցվածքա պետք է եւ այլն։ Ժամանակ Բայց այս քանի տարի ընթացքում մենք չգիտենք, որ մենք ֆուտզալ ունենք կամ գիտենք, այն որ չենք ուշադրում, մտածում ենք, որ մի տենց ավելի անտեսված է, քան ֆուտբոլը։ Դե մասսայականության եւ բանի առումով պոպուլարության առումով իհարկե զիջում է հիմնական ֆուտբոլին, բայց հենց այդ է, որ ֆեդերացիան այդ զուտ ընկերական եւ զուտ հոբի մակարդակի սպորտը տարավ դեպի ինչ մակարդակի վրա ու մենք դուս եկանք քառորդ եզրափակիչ Եվրոպան է թե աշխարհը։ Եվրոպան էր, որտեղ որ ցավոք սրտի պարտվեցին Խորվաթիայի հավաքականին, բայց դա պետքա նաև հիշել, որտեղից էինք սկսել մենք այդ կետը։ Պատկասպես մեր հավաքականը, ֆուտբոլի հավաքականը քառորդ եզրափակիչ հասնի։ Ինչ որտեղ։ Դե պատկասեք, ուզում մարդիկ հասկանան, թե ինչ է նշանակում Եվրոպայի առաջնության, դե խմբային փուլ չի, դա որակավորապես զբաղացրել էինք առաջին հորիզոնականը ունենալով 1 ոչ ոքի 2 հաղթանակ։ Ու դա կամ որակավորման փուլ չի, որ տենց ինչ որ բանը փուլի ենք ասել դուրս մնացել, չէ։ Մտել ենք որակավորման փուլից հետո մտել ենք հիմնական առաջնությունում top 4 եզրափակիչ ենք ասել։ 16 հավաքականների մեջ ենք էլի մեծ հաշվով, 16 չէ, նույնիսկ 8 top 8 հավաքականների մեջ ենք մտնում, ինչի համար շնորհավորում ենք եւ շնորհակալություն ենք հայտնում մեր տղաներին ու հենց այդ ամենադրական այդ ամենից մեծ։ Ու երբ ես մյուս անգամ ֆուտբոլ կազմակերպելու Այն անգամ նախ պատգամավորների հետ էիք, չէ՞։ Մարտին կարծում եմ այդ հարցը։ Ես սպասում եմ։ Այդ հարցը բոլորն են մեր թողարկումներից մեկի ընթացքում։ Դա կարող ես դու դա ապացուցել նաև ձայնագրված է։ Տեսաձայնագրված ունենք։ Նաև Նոային հաջողություն մաղթենք, շուտով Ազետ Ալկմարի հետ հոլանդական հանդիպումն է սպասվում, բայց պետք է քեզ տխրեցնեմ վերադառնա, ոչ թե քեզ տխրեցնեմ, այլ տանենք վերադառնանք մեր քաղաքական թեմաներին, քանի որ շատ ենք կուտակվել են։ Վերադարձիր։ Այնքան խոսացինք ելակից եւ բանակի վիճակից, տենց իրեն երկրորդ նախագահ համարող Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ, հիշեց ելակը, շատ իրան դուր չէր եկել այդ ելակը, որ ես հասկանամ այդ ինչի եմ ուզում հասկանալ մեր նախորդ թողարկումների վերջին 2 թողարկումների ընթացքում անդրադարձանք ինչպես են վերաբերվել բանակին, բանակը ոնց է եղել, ինչ է եղել ու իրանց հիմա մնում է ուղղակի այդ ելակը հիշել եւ ելակի լացել բայց իրանք իրանց ձեռք չի տալիս այդ ելակը հիշել, ասենք չեն չեն հասկանում, բայց ծաղրելու բան չէ, հələ բայց այդ ելակ ու կերած մարդուն հարց ուտա ծաղրելու բանը, երբ որ ինքը դրանից առաջ բանը կիսասոված էր, հիմա ելակ է ուտում, ասենք։ Դե հենց այդ է հարցը, որ իրանց համար պետք է լինել կիսասոված, պետք է լինել կիսա դե հիմա ինչ որ չափով Ռոբերտ Քոչյանը կիսում է, չէ՞, դաշնակցության գաղափարներից, դաշնակցականներից բան են։ Դե հա, բայց այսքան տարվա ընթացքում գոնե գնար դաշնակ դառնար, էլի, գոնե փաստաթղթով ասեր ես իրականում զենքի վրա չէ, որ դե չէ, դաշնակ դառնա, որ դաշնակներն են Տարեկ Քոչարյանի բանը, ինչ որ կամակատար։ Դե հիմա Քրիստինե Վարդանյանը ոնց էր ասում, որ Հայաստանը լավ, Հայաստանը ապրելու երկիր լիներ, չէ, Հայաստանը Ես մի հատ բան եմ ուզում բացահայտել։ Լավ ապրելը լիներ, խնդրենք ապրենք Բելգիայում, այնուհետև բանակը բան լիներ, նորմալ տեղ լիներ, խիկ ունենայինք, նա չենք ունենա բանակ, պետք էր բանակը լիներ սենց շատ բարդ եւ Քոչարյանի հրահանգով 2019 թվականին Դաշնակցությունը հելավ տեղին քարտերի ակցիա արեց։ Հա, ճիշտ է։ Քոչարյանի հրահանգով։ Ինչ որ եզակի ակցիաներից էր։ Հա, 2019 թվականին ոչ մի բան չէր եղել, իրանք ելան տեղին քարտեր ցույց տվեցին։ Քոչարյանի կամակատար ուժն են, իրանք ընդհանուր պլատֆորմ են իրան Քոչարյանի համար, որպեսզի ինչ ուզի անի։ 2003 թվականին Աղվան Վարդանյանն է շտաբի պետ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դրա համար հիմա որ ասում են, ասում ես Քոչարյանը դառնա դաշնակ, իմաստը ո՞րն է, որ դաշնակներն են։ Իրա ճիշտ ձևակերպեցին։ Հակառակ շարունակությունը։ Դե այն բանն է երևի ամենաշատ
Քոչանին մեզ չէին հրավիրել իր ասուլիսին, սա արդեն որի օրդ անգամն է։ Ինքը նաև շատ ընդդիմադիր լրագրողների թույլ չեն։ Դե որտեվ այնտեղ կան սերժական լրագրողներ ու կան քոչանական, կան լրագրողներ, որոնք այնց քոչանական չեն, էլի չեն կանչել։ Դիամբանան քոչանական ինես որ կանչեն, կամ տենց ինչ որ կամ Սերժա քոչանական։ Կամ ակնհայտ բան լինես, չէ, ակնհայտ չեզոք լինես, որպեսզի ուզած չեն ասեն քեզ դու բանը կանչել են CivilNet Factor CivilNet Factor կանչել են, կարծեմ հմեկ Ազատություն ռադիոկա։ Հա, դե Դեդ քոչանական։ Չէ, քոչանական չի ազատությունը։ Չէ, լուրջ քոչանական չի։ Կարող է, քանի որ թեզերը մեր ընդդիմադիր դաշտի թեզերը շատ են իրար մոտ, որտեվ նույն տեղից է իջնում մեթոդի շեն։ Դու կարող ես տարբերես քոչանականին, չգիտեմ, ինչականից, բայց ամեն դեպքում, բայց ուրիշ բան եմ ասում։ Իրենք հերթական անգամ մեզ չէին կանչել եւ ես զանգեցի Բագրատ Միկոյանին, հարցրեցի, ասեցի, իմացել եմ, որ Ռոբերտ Քոչյանը ասուլիս է տալու, ուզում ենք գալ եւ մենք միշտ, ես պետք է շեշտեմ, որ CVK-ը միշտ հանդես է եկել քաղաքակիրթ եւ էթիկայի նորմերի սահմանում երբեք չի եղել, որ մենք ընդդիմադիր որևէ գործ չի բանավեճի հետ մեջ մտնենք եթերում, չի եղել, որ չգիտեմ շոու փորձեք ստանալ։ Շոու կազմակերպել կամ ելույթներ ունենալ հարց տալու փոխարեն։ Չի եղել այդպիսի բան։ Հատկապես Ռոբերտ Քոչյանի հետ։ Սուր հարցերը դա նորմալ է։ Բայց Բագրատ Միկոյանն ասաց, որ հերթական անգամ իրենք հրավերներ են ուղղակել այն լրատվամիջոցներին, որոնք իրենք ցանկանում են որ ներկա լինեն, եւ մենք չկանք այդ ցուցակում, ասացի, օքեյ, ստեսություն։ Ինչ եմ ուզում ասել։ Ռոբերտ Քոչյանին իրականում շատ հարց չկա տալու։ Ռոբերտ Քոչյանը պետք է ընդամենը մեկ հարց տալ։ Որտեղից քեզ 221 միլիոն դոլար, դա այն թիվն է, որը դատախազությունը համարում է ապօրինի ձեռքբերված եւ պահանջում է բռնագանձել։ Բայց ես չեմ խոհանում նրա մեջ արդյոք դա ապօրինի է թե օրինական է, պետք է բռնագանձվի թե չպետք է բռնագանձվի։ Փաստ է, որ Ռոբերտ Քոչյանը եւ իր ընտանիքը, մերձավոր ընտանիքը կամ փոխկապակցված անձինք միասին ունեն առնվազն 220 միլիոն դոլար։ Ինչու առնվազն, այո, որովհետեւ ներ կան էլի բաներ, որ փոխկապակցված են, բացի դրանից կան բաներ, որ դատախազությունը չի կարողացել հիմնավորել, որ դա ապօրինի է։ Կամ նույնականացնել։ Հա, կամ նույնականացնել։ Հետևաբար առնվազն 220 միլիոն դոլար ունի Ռոբերտ Քոչյանը եւ իր ընտանիքը։ Հիմա հարց, պարոն Ռոբերտ Քոչյան, որտեղից ձեզ 220 միլիոն դոլար։ Շատ տաղանդավոր։ Դուք ինչքան ուզում եք տաղանդավոր լինեիք, ինչքան ուզում եք, չգիտեմ, ընկերներ ունենայիք կամ ինչ-որ ընկերությունում լինեիք, բորդի ներկայացուցիչ էլի, տնօրեն լինեիք, ինչ լինեիք, չէի կարող 220 միլիոն դոլար կուտակել։ Ընդ որում ինքը բան այդ ընկերության տնօրեն կամ ինչ-որ ղեկավար պաշտոն ունեցել է նախագահ աշխատելուց հետո, բայց ինքը նախագահ աշխատելու ընթացքում էլ արդեն դոլարային միլիոնատեր էր իր ընտանիքը։ Հետևաբար պարոն Ռոբերտ Քոչյան, լինելով Հայաստանի Հանրապետության նախագահ, վաստակելով X աշխատավարձ, որտեղից ձեզ 220 միլիոն դոլար, արդյոք դուք կարող եք 220 միլիոն դոլար, չէ, 220 չէ, արդյոք դուք կարող եք 20 միլիոն դոլար կարողանայիք կուտակել, եթե կուտակել, այո, եթե դուք չլինեիք հանրապետության նախագահ։ Սա մեկ հարց եւ երկրորդ հարցը, ընդհանրապես այդ երկու հարցը։ Ինչու քանդեցիք Հայաստանի հարավով անցնող երկաթգիծը։ Դուք այդ ժամանակ նախագահ էիք, Սերժ Սարգսյանը այդ ժամանակ պաշտպանության նախարարն էր, Սեյրան Օհանյանը կարծեմ բանն էր, շտաբի պետն էր։ Ինչու քանդեցիք երկաթգիծը, որովհետև դա ոչ միայն այդ երկաթները ուտելու համար էր, որ ծախեին ուտեին իրանին, այլ դա աշխարհաքաղաքական նշանակություն ուներ։ Ինչու է քանդել, ում հրամանում եք քանդել այդ երկաթգիծը, որ հիմա էլ ձեր պատգամավորները մունաթին գալիս, դե բա գիտեք, Ադրբեջանից եկող կամ Ադրբեջանի տարածքով եկող բեռները միանգամից չեն մտնում Հայաստան, պատտվում են Վրաստանով, նոր գալիս են, որովհետև ինչու են պատտվում Վրաստանով եւ Վրաստանին ավելալ հարկ ենք տալիս, որովհետև կերել եք այդ երկաթգիծը ու ինչու եք կերել, հարցը դա է, աշխարհաքաղաքական նշանակությունն է այդ երկաթգիծը, ով է քանդել, ինչ նպատակով է քանդել։ Այդ քո առաջին ասած մասով, ինչ վերաբերվում է այդ միլիոնավոր դոլար, հարյուրավոր միլիոնավոր դոլարներին, դրանից կարելի է շատ բան հասկանալ, թե ինչ էր իր համար 29000 ունդ է ինչ-որ, հա, որտեղ ինչ-որ շատ փոքր թիվ է, էլի դժվար է հիշում։ Եվ նաև մեկ այլ հարց կա, ոնց է
այդ եթե չեմ սխալվում, այդ գույք պարտքի դիմացը $98 միլիոն մասին է, չէ՞, եղել այդ $98 միլիոն 100 միլիոն, 100 միլիոն դոլարացված։ Այսինքն Ջուդ Բելինգեմի գնի պարտքենք մենք ունեցել։ Մոտավորապես 5 բան, խոշոր շատ խոշոր գործարաններ կազմակերպել։ Բայց ինչու է չի ուզում այդ չեմ ուզում մենք խորանանք այդ գույք պարտքի դիմաց, որովհետև համ շատ է խոսվել, համ էլ ինքը տենց որ ասում է թույն գործարք էր այդ 100 միլիոնի դիմաց, այդ գալու էին ներդրումներ անելու բան, որ չեն արվել, բայց ուրա չի էլ արվել, բայց կամ ինչ որ արվել է բան, բայց իրենք տենց ինչ որ մանիպուլյացիա մտնում ես քննարկման մեջ թե բա լավներ թե լավ չէ, ճիշտ էր թե ճիշտ չէ, ով էր արել կամ ով չի արել, որովհետև ասում էր որ ինքը չի արել, չէ՞, այտենց տարբեր քննարկումների դաշտ ես բացում, բայց երբ որ ասում ես ախպեր քեզ $220 միլիոն ուր դուց չես կարա դու նախագահ լինես 220 որտեղից դու նախագահ չլինեիր Հայաստանում նախագահ չլինեիր քո այդ փառահեղ բիզնես պլանով ունակություններով $20 միլիոն կաշխատեիր չէի աշխատեի դրա համար եմ ասում ընդհանրապես մի հարց կա եւ եկած կուղին խի ես քանդել ծախել կերելը չանդամ խի է քանդել բայց ես առաջարկում եմ Ռոբերտ Քոչարյանի թեման էլ փակենք ու մի հատ բան էլ ես անդրադառնամ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված որ մի արտահայտություններ արել չեմ հիշում երբես նախորդ տարի ոնց որ թե որ եթե մենք մնանք մեր 29743 բայց ինչ էր նշում հա ես էլ արդեն ենք հնասի բայտակ մոռացած ակտիվը մնանք այդ սահմաններում լավ չի մի խոսքով ինչ որ քննադատել էր այդ ամեն ինչը ու տենց որ տենց հարցադրումներ եղան այսինքն դուք մեր հարևան պետությունների հետ բան ունեք տարածքային պահանջներ ունեք հիմա սկսեցին ինչ որ ձև արդարացումներ գտնել որ ես դա դե նկատի չունեի նկատի ունեի մենք բանը մեծ է Սփյուռքը մեր մեծ է Սփյուռքի հետ այդ դե եկեղեցի ինչ որ բայց ճանաչեց վերջի մեր սահմանները չէ էլի հետաքննական չէ բայց փորձում են ինչ որ լղոզել բայց ես եկեղեցու հետ էի ես Սփյուռքի հետ էի ես չգիտեմ բայց վերջում էլի չասեց որ պիտի Հայաստանը մնա իր չէ մնա գոնե տարածքային իմաստով եթե ինքը այտենց ոչ մի բան չէր ասում ինչ իրան ձեռք չէր տալիս այտենց ինչ նայվում էր փորձում էր այտենց մետադիչկայի շատ հին եւ բարի մեթոդը օգտագործել եւ փորձել բոլոր հետ հեղափոխական իշխանություններին համեմատել այդ գունավոր հեղափոխությունների հետ Եվրոպեն մեկ Միխայել Սահակաշվիլին էր հիշում ինչ որ տենց փորձում էր համեմատականներ տանել դրա հետ կապված եւ դա կարծում եմ բոլոր ոչ մեկի համար գաղտնիք չի որ Միխայել Սահակաշվիլին հիշատակել եւ Միխայել Սահակաշվիլիով լիբերալ ուժերին այդպես ասած վախաստելը որտեղի սիրելի գործիքն է եւ որտեղը դա ամենաշատը կիրառվում դրանով կարելի է արդեն ուղակի փակել Ռոբերտ Քոչարյանի այո թեման անցնենք կոմենտներին արդեն դու պատրաստվել ես ես որովհետեւ կարծում եմ որ մեր դա արդեն բացել ես թե ես էլ բացել բաց դե արի դու չէ դու սկսի դու նկատել ես ինչ որ կոմենտ որ հա ես նախորդ մեր թողարկումներին եմ չէ քանզի այտենց առաջինից սկսելու սովորություն ունեմ արի վերջից սկսենք ավելի թամ է ես վերջից մի բան նկատեցի տվեցի որ վերջի կոմենտը ասում եմ քանի դեռ պետական ապարատում նախկինները գտնվում են ու մասսայական են գտնվում այս ընդդիմությունը մնալու է ու Փաշինյանին իշխանության պահելու է հիմա քննադատությունը ո՞րն էր որ նախկիններին ինչ անենք դե այդ խնդիրը միշտ եղել է ու միշտ այդ ոչ թե միշտ եղել է, իսկ 2018 թվականից հետո այդ կադրերի հարցը խնդիր էր էլի ամեն դեպքում։ Դե բայց նախ հնարավոր չի ան բոլորին փոխել, հետո ճիշտ չի բոլորին փոխել, բացի դրանից 2018 թվականից հետո մոտեցումը այնտեղ էլ այն, որ բոլորին պետք է հնարավորություն տալ, որովհետև այլ համակարգ ա եղել, այլ խաղի կանոններ են եղել եւ ով օգտվում է այդ փոփոխության հնարավորությունից ու կերպարանա փոխվում է, պետք է այդ հնարավորությունը տալ։ Հա, խնդիրներ կարող են լինել, խնդրահարույց պահեր կան եւ անհատական պետք է ինչ-որ բան, օրինակ, չգիտեմ, եթե մարդիկ տեղում չի, գործը ճիշտ չի կատարում եւ սաբոտաժի ենթարկում պետական համակարգը, ընդհանրապես աշխատանքները, այդ դեպքերը ուրիշ են։ Դե հա, հասկանալի է։ Այստեղ մեզ կովեստու խոսք են եղել, շատ շնորհակալություն Տողանես ջան, շատ կորեկտ մատուցման համար, մաղթում ենք առաջընթաց, շնորհակալություն, բայց հարցերին եմ ես ուզում անդրադառնանք, եթե հարցեր կան։
Հարցեր չկան, բայց Բայց մի բան էլ էս բանակի հետ կապված, հիմա 0-ից կարդում եմ, չգիտեմ ինչա գրած, բայց ոնց որ բանակի մասում նա կարդում, ասում է, ես մի բան եմ նկատել, իր տարեկիցները սովետական բանակում էին ծառայում, ում նկատի ունի։ Ենթադրում եմ Սերժ Սարգսյանին։ Չէ, եւ Սամվել Կարապետյանին, որ ասել էր մենք ծառայել ենք, papas ծառայել է, ասում էր ես չեմ ծառայել, հոկարս papas։ Ասում է իր, հա, Սամվել Կարապետյանին եւ Կարեն Կարապետյանի նկատի ունի, ասում է իր տարեկիցները սովետական բանակում էին ծառայում, երբ հավաքվում էին մարդիկ տարբեր առիթներով, վաղ թե ուշ սկսում էին բանակից պատմել զավեր տալի մարդկային արկածային պատմություններին։ Մեկը երևի հորինված, մյուսը չափազանցված, բայց մարդիկ պատմում էին հաճելի թախիծով։ Երբ 2013 թվականից սկսեցի պարբերաբար գալ Հայաստան, ներկա գտնվեցի տարբեր ընտանեկան առիթների, իմ բոլոր բարեկամների տղաները ծառայել են հայկական բանակում, բայց ես ոչ մի անգամ չլսեցի, որ երիտասարդները խոսեին, պատմեին իրենց ծառայության տարիների հաճելի զվարճալի թվականներից։ Կարծես չէին ցանկանում վատ հիշողությունները նորից վերապրել։ Մեզ քերն էսա հասմիկը։ Լսելով ձեր Ասիմոնյանի վ Ալեքսանյանի պատմածները բանակում տիրող բարքերի մասին, պարզ է թե ինչու են գերադասում լռել, երբ քո վերադասը կամ մի ուրիշ մարդ քո կյանքի մարմնի նկատմամբ իրավասություն է ստանում եւ այն չարաշահում է, դա հետք է թողնում նաեւ հոգու վրա։ Ես եւ մեկ հասմիկը ավելացրել է, որ Սերժի իբր խաղաղ տարիների սահմանին կամ սահմանամերձ գյուղերում անընդհատ կրակոցներ էին լինում, նույնիսկ առանձնատների վրա էին կրակում, մարդիկ զինվորներ էին զոհվում եւ վիրավորվում, եւ Սերժի լրագրողները մարդկանց էին ցույց տալիս, որոնք ասում էին, թե իրենք չեն վախենում, որովհետեւ իրենք սովոր են թուրքի կրակոցներին։ Ես մեկ քննադատության որոշեցի ֆիքսեմ անդրադառնամ, մեզ քննադատում են գրել էին չեղավ տղաներ, դուք հայտարարում եք ռեսպուբլիկան, դուք գովազդում եք չեղած ընդդիմությանը։ Հա, դա շատ հանդիպում քննադատությունը։ Բայց ինչ անենք, որ նայ, իշխանություն, ընդդիմություն, երկխոսությունը, ընդդիմություն, իշխանություն, այդ մենամարտը ճակերտավոր ասած, նորմալ բան է եւ դա քաղաքականության բաղադրիչ է ու հիմնական բաղադրիչներից մեկն է։ Եվ մեր ընդդիմությունը էլ սա է, հիմա մենք ումից խոսենք։ Մեր նաև մյուս ընդդիմադիր գործընկերները, որոնք դες նորմալ ընդդիմադիրներ են, իրանք էլ են մեզ անդադ քննադատում, որ բա որ դու Քոչանից խոսա, Քոչանը կլինի ձեր ընդդիմությունը։ Կներեք, ժողովուրդ ջան, ընտրություններին Քոչանն է շատ ցայն ստանում ավելի, քան մեր մյուս ընդդիմադիր կուսակցությունները։ Չգիտեմ, հիմա հարցումներով Պողոս ավելի շատ ցայն կարող է ստանալ, քան Պետրոսը։ Հիմա դա մեր դա սովորական իրավիճակը, էլի քաղաքական իրավիճակը։ Մեր ձեռքը չի։ Եվ մենք ումից խոսենք։ Արդեն պետքա փակենք։ Չէ, կարող։ Հա։ Դե իրականում նայելով մեր քաղաքական այդ պալիտրան, ներկապնակը, հա, շատ մարդիկ կան, ում հետ որ կարելի է քաղաքական բանավեճի մեջ մտնել, կարելի է տենց ավելի ռացիոնալ եւ ավելի տենց հետաքրքիր բանավեճ ունենալ եւ ավելի հետաքրքիր եւ ոչ միայն հետաքրքիր, այլ տենց օրինակ կարող ենք քննարկել այսօր, որ JD Vance-ն է գալու Հայաստան։ Հա, իմիջայլոց Associated Press-ներ, եթե չեմ սխալվում գրել, որ Միլանում, թե Թուրինում, չեմ հիշում, ձմեռային օլիմպիական խաղերի այդ բացման արարողությունից հետո ժամանելու է։ Եվ Ադրբեջան եւ Հայաստան է գալու, եթե չեմ սխալվում, չի եղել նման այդ մասշտաբի այց չի եղել։ Այդ Նենսի Փելոսիները դե ժամանել, բայց դե դա օրենսդիր պալատի ինչա ղեկավար, հա, սենատի ղեկավար։ Սենատի մյուսին էլ Հայաստան եղել երբեմն, այո։ Ինչ որ ժամանակ, հա, բայց դե փոխնախագահ կարծում եմ չի եղել։ Փոխնախագահ եղել է Ադրբեջանում 90-ականների թե 2000-ականների սկզբին։ Դու լավ այցերուս տեսել ես, բայց չեմ բայց Հայաստան չէ, ամենաբարձրաստիճան այսն է սա եւ հաշվի պետք է առնենք նաեւ հանգամանքը, որ JD Vance-ը նաեւ կարող է առաջիկայում լինել հանրապետականների նախագահի տեխնացուն Թրամփից հետո եւ կարող է նաեւ առաջիկա առաջիկա հաջորդ կամ նախագահը լինել։ Շատ հնարավոր է։ Նաեւ մայիսի կառավարությունը նաեւ մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր հայտարարեց, քանի որ այդ օրը լինելու է եվրոպական քաղաքական այդ ժողովը Հայաստանում, ինչը մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ են։ 50-ից ավել, դե բոլոր եվրոպական երկրները եվրոպական մի խոսքով ստացվում է, այսինքն 40-ից 45-ից ավել երկիր հաստատ ստացվում է, ինչը որ
ղեկավարներ չլսված եւ իրադարձություն, նախարարներ Հայաստանում այդպիսի տենց տեղի մասշտաբով, այո։ ունեցած միանշանակ ամենա Բայց GD Vance-ի ֆրանկոֆոնիան էր։ այդպես քանի որ այդ քո նշած միջոցառումը դա ամենամյա եւ միջոցառումը եւ տեղի ունենում տարբեր երկրներում բարբերաբար, բայց GD Vance-ի այցը այլ է, որովհետեւ սա հենց հստակ տարածաշրջանային Ադրբեջան-Հայաստան այց է ու որտեղ տարածաշրջանային չէ, որովհետեւ հենց թրիպով պայմանավորված եւ ընդհանրապես հայ-ամերիկյան եւ հստակ ծրագիր է։ այո, ամերիկա-ադրբեջանական հարաբերություններով պայմանավորված այց է, մեծածավալ ներդրումներ են սպասվում Հայաստանում, ամերիկյան եւ ոչ միայն, ու սա նաեւ ապաշրջափակմանը միտված այդ ծրագրերին ուղղված, շատ լուրջ խթան կարող է հանդիսանալ ու կարող է վերջնականապես մի բան այստեղ նաև ստորագրվի կամ ինչ որ այդ թրիպի հետ կապված զարգացում տեղի ունենա, չգիտեմ, օրինակ հստակեցվի եւ օրինակ դե սպասենք, տեսնենք նախագծերը ստեղծվեն, բայց միանշանակ ամեն ինչ լինելու է իշա Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ ինչ վերաբերում է մայիսի 4-ի եւ վերջացնեմ եւ այդ ծրագրերը իրականացնելուց հետո դրանք տնտեսական այնպիսի էֆեկտներ են բերելու իրենց հետ, որ Հայաստանը դառնալու է տարանցիկ երկիր, Հայաստանը կարողանալու է իր արտադրանքները ուղարկել տարբեր ուղղություններով եւ կախված չի լինելու միայն Վրաստանի ճանապարհից, խոսքի գնում նաեւ մարտին Թուրքիայի սահմանի բացման հետ կապված երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, որովհետեւ վերջերս այցեր տեղի ունեցել նաև մարգարա անցակետ եւ սա բերելու է իր հետ տնտեսական էֆեկտներ, բերելու է նրան, որ Հայաստանի բյուջեն նորից կարող է մեծանալ, բերելու է նրան, որ Հայաստանի հնան է ավելանալու եւ բերելու է նրան, որ Հայաստանում աշխատատեղեր են ստեղծվելու, ներդրումներ են տեղի ունենալու եւ սա ավտոմատ բերելու է նաեւ անվտանգային մեր այո իմունիտետի բարձրացմանը, որովհետև տնտեսական կապերը երբ որ կան եւ բազմաթիվ շահեր կան տարածաշրջանում միջազգային, այնտեղ ավելի դժվար է կրակելը եւ ավելի դժվար կլինի այնտեղ իրավիճակը խառնելը, նույնիսկ եթե դու շատ մեծ ցանկություն ունես, բացի դրանից նաեւ երկկողմ շահեր կան եւ Ադրբեջանը եւ Հայաստանը երկուստեք ավելի շահագրգռված կլինեն, որ շահեր ստանան միմյանցից, քան թե իրար վրա կրակեն։ Դե ինչպես 21 թվականին ասվել էր, ապագա կա ապագա, արդեն ապագան այսօրը եկել է, խաղաղությունը հաստատվել է եւ մենք ամեն օր խնամում ենք այն։ Ամեն օր խնամում ենք, ամեն օր տեսնում ենք նաեւ դրա դրական կողմերը։ Եվ այս Աբու Դաբիում տեղ ունեցածն այդ խնամքի Զեյդի այո մասնակից ստանալը այդ խնամքի բաղադրիչ էր, որտեղ մեր միջազգային գործընկերներն են նաև օգնում մեզ, որ խնամենք այդ խաղաղությունը։ Դե այդ դրան էլ գումարելով 2000 այդ մայիսի 4-ի միջոցառումը ինչի մասին ես ասում եի, միջայլոց դա էլ տենց մի հատ արագ հավելենք, որ մայիսի 1-ը ոչ աշխատանքային է, 2-3 շաբաթ կիրակի է, 4-ը 2 շաբթի է, դա համար մեր քաղաքացիները կարող են 4 հանգստյան օր ունենալ, նաև դա տենց փոքրիկ որպես բոնուս այդ իրադարձությանը, բայց այդ քո ասած այցը, այո, խնամքի պարագայում Աբու Դաբիում մրցանակը, հանդիպումը, հայտարարությունները, մնացած մեր միջազգային գործընկերների կողմից ողջունող հայտարարությունները եւ այլ այդ ամեն ինչը, որ sense գումարում ենք իրար, ակամայից հիշում ես Բելարուսի նախագահ Ալեքսանդր Հրիհորիչի հայտարարությունը Կուդանիձենուցը Вот, видите, Александр Григорьевич, куда мы делись? Կարծում եմ լավ է տեղ ենք ծեցել։ Լավ է տեղեր, մենք մի տեղ չենք ծենից եղել։ Մեր բազմավեկտոր քաղաքականությունը, մեր դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը հստակ գետնի վրա աշխատում է, մենք բոլոր ուղղություններով ենք աշխատում, թե ռուսական գործընկերների հետ ինչ որ տեղերում, որովհետև մենք առաջարկում ենք օրինակ հարավում երկաթգծի կառուցման աշխատանքները Ռուսաստանի վրա վերցնի եւ միանա այդ ծրագրին,
ներողություն հյուսիսում, հարավում թրիպն ենք անում Միացյալ Նահանգների հետ, մեր արաբական գործընկերների հետ ենք հաջող համագործակցում, Պաղեստինի հետ ենք հարաբերությունները, ներողություն Պաղեստինի ասում Իսրայելի, չէ, Պակիստանի հետ ենք հարաբերություններ հաստատել, տենց երկիր չկա, որի հետ որ Սաուդյան Արաբիայի եւ այլն, իրոք չկա տենց երկիր, հիմա ոնց որ էլի մեր երկարման թողարկումը, բայց մենք ռազմավարական գործընկերության պայմանագրեր ենք ստորագրել Չինաստանից մինչև Լյուքսեմբուրգ, Եվրոպական միությունից մինչև Միացյալ Նահանգներ, Ռուսաստանից մինչև դժվար է ուղղակի, sense ես աշխարհագրությունից իհարկե շատ լավ եմ, բայց տենց կապելը շատ բարդ է, որտեվ շատ խառն է, այսպես ասած, այդ ամեն ինչը, որտեվ շատ դանդաղ, շատ փոքր, շատ հաճախ փոքր քայլերով, բայց կարևոր քայլերով, դեմ Մեծ Բրիտանիայում Լոնդոնում, որ մեր դեսպանատունը բացվում էր, բոլորը այդքան գումար են ծախսում, հա, բայց դա հենց բերում է նրան, ինչին որ մենք հասել ենք այսօր, եւ զավեշտալի է որ չի եղել մինչեւ այդ։ Դե վարչապետը ասպեր էլի որ մի հատ շուտ սենյակեր դրոշեր խփած, մեկը sense նստած էր, ասում էր բարի ես դեսպանն եմ, բան, ու այդ Լատինական Ամերիկայի երկրների հետ մի խոսքով այդպես բոլոր ուզում եմ այդ աշխարհը սփյուռ մեր հայության պես մեր դիվանագիտությունն էլ այտենց սփռվել է եւ կապեր հաստատում եւ շահերապերում Հայաստանի շահերապերում է Հայաստան տասնամյակներով խուսափել են որ միավեկտր է այնտեղ ասել են դե իմաստը ո՞րն է Բրիտանիայում տեսփանատունն անում երբ որ մեր տեսփանատունը իր գործառույթը չի իրականացնում որովհետեւ մենք չերես Մոսկվա ենք իրականացնում մեր իմաստը ո՞րն է մենք ունենք ընդ տեսփանատուն ձերը պետք չի ձերը թակի դե իրոք էլի թե եթե դուք չէ բայց լավը որ կոնե չեն արել, կարա ինչ է, մատ այնտեղ անիմաստ շենքին վարսակալին օրինակ շենքին փող ծախսեին, այդ պահպամանը շենքի ծախսեին եւ այլն, բայց քաղաքականություն չմշակվեց, չվարվեր, որովհետեւ չերես Մոսկվա էր տարվում։ Գոնե լավը էդի չեն արել։ Մեկը չերես Մոսկվա էր արվում, դե Մոսկվայի մեծ տեսփանատուն ունայինք հերիք էր, կոպիտ ասած։ Բայց հիմա այս Աբու Դաբի մրցանակն էլ ասեմ ու եզրափակենք ինչով էր բան, որ տես շատ հաճախ ասում են, «Դե գնաց Նիկոլը իր համար անձնական մի հատ մրցանակ ստացավ, եկավ ինչ»։ Բայց հարցը ո՞րն է, որ երբ Միացյալ Նահանգների նախագահը որպես վկա ստորագրում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրված հաստատատի տակ, երբ Միացյալ Նահանգների նախագահը 8 անգամ, 10 անգամ, 15 անգամ ամեն հնարավոր առիթով խոսում է, որ ինքը խաղաղություն է հաստատել Ալբանիայի եւ Ադրբեջանի, հետո Կամբոջայի ու չգիտես ինչ երկրի հետ, բայց ինքը նկատի ունի Արմենիան ու Ադրբեջանը, եւ որ ինքը այնքան է դա ասում, որ արդեն ինքնուրույն առանց հուշելու եւ ճիշտ արտաբերում է Արմենիա եւ Ադրբեջան, դա շատ կարեւոր է, որտեղ ծաղրում է ինչ որ Ադրբեջան ասես, չգիտի Կամբոջա ասես, բան Տրամպի յուրօրինակ sense վարքագիծ։ Հա, բայց երբ որ ինքը դրա մասին շեշտում է, որ ինքը գնում, ինքը խոսում է, որ ինքն է խաղաղություն հաստատել, այնտեղ իր հեղինակությունն է, իր անունն է, իր խոսքն է, երբ որ Աբու Դաբիում Զեյդի մրցանակ են տալիս եւ խաղաղություն բերելու համար եւ գովերքում այդ երկու երկրների ղեկավարներին այդ կամքը ցուցաբերելու համար, երբ որ դրանից այդ Զեյդի մրցանակից հետո խոսեց նաեւ Հռոմի Պապը։ Ասեց էլի գովեց կամքը եւ ասեց որ սա հույս է, աշխարհին հույս են տալիս Փաշինյանը եւ Ալիևը, որ խաղաղություն հնարավոր է եւ այլն կոնֆլիկտներ հնարավոր է փակել, նույնիսկ այսքան երկար եւ արյունալի կոնֆլիկտները, այսինքն դա տրիգեր էր, որ Հռոմի Պապը եւս անդրադառնա մեր խաղաղությանը, երբ որ այսքան կողմեր խոսում են դրա մասին եւ իրենց հեղինակությունն են դնում, շատ ավելի դժվար է լինում կրակելը։ Եթե Ալիևը հիմա ուզի կրակել անգամ, ինքը խնդիրներ կունենա թեկուզ բարոյական, թեկուզ ճնշման առումով, որ ավելի ճնշման տակ է ինքը, որ ինքը Զեյդից մրցանակ է ստացել խաղաղության եւ կարող աղա կրակի։ Ինքը ավելի ճնշման տակ է, որ Թրամփը 18 անգամ խոսել է խաղաղության մասին ու ասում է ես դադարեցրեցի ու ինքը կա նորից կրակի։ Ինքը ճնշման տակ է, որ Հռոմի Պապն է խոսել իր կամքի մասին, խաղաղության կնալու մասին ու նորից կա կրակի։ Այսինքն սրանք բաղադրիչներ են, անվտանգության ռեալ բաղադրիչներ են, ինչքան էլ որ փորձեն նսեմացնել, ծաղրել կամ կարևորությունը նվազեցնելու փորձեր անեն մեր ընդդիմադիր դե փորձեր անեն թե չանեն մեր քաղաքացիները տեսնում են ինչ է նշանակում ապրել խաղաղության մեջ
գնահատում են դա միանշանակ ու այդ ընդդիմադիրները ուղղակի ծախսում են իրանց ժամանակը, չգիտեմ, իրանք Եվ ավել փողերը։ բան ունենալու են ծախսել դրա Փողը, համար, թե չէ։ փող։ Փողը, հա, չէ, ավել բան նկատում եմ, եթե ժամանակը դրա վրա չծախսեին, ավելի հետաքրքիր բան ունենալու էին ծախսելու, Դե թե չէ, կղզիներում կկայֆավատ կլինեին, փողը ունեն, կղզիներ ունեն։ ինչքան, դա բարի դավրի մի։ Հոգնել են դրանից, բայց մենք Դե, մի փակենք։ Մեր աղորդումը դեռ այս թողարկումը։ այս Հա, թողարկումը։ մենք դրա համար մեր հուսով եմ մեր հետևորդները չանանք ստացան ուր էինք մենք չորեքշաբթի օրը, ուղղակի տենց աշխատանքային ծառաբեռնվածությունից ելնելով ուշացանք եւ հորդորում ենք անպայման այս հաղորդումը եւս մեկ անգամ նայել, կիսվել, տարածել, բաժանորդագրվել Civic-ին եւ կոմենտներ գրել։ Կոմենտները, այո, տեսակ այս օրինակով մենք արդեն նախադեպ ունեցանք, որ կարդում էինք մեկնաբանությունները։ Եվ եթե հարցեր ունեն, առաջարկներ ունեն, կսպասենք արդեն հարցերին։ նաև դիտարկումներ կամ պատմություններ։ Այո, ինչու ոչ։ Դե կարևորը որ ոչ մի այտենց ինտրիգ չկար, որ մենք կարող կռվել ենք իրար հետ, բան չենք շփվում դրա համար ներ ոդկասթային բան է բախում է տեղի ունեցել։ Այտենց հոդվածը կարա գրեք ինչ ա եղել որ դե վերջ ինչքան խոսալու ենք հաջողություն